Սրբազան հայրեր, նախ ուրախ եմ ձեզ տեսնելու համար եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր սկզբունքային դիրքորոշման համար, որ դուք այսօր արտահայտել եք հրապարակային կերպով եւ գիտեք, ես կարծում եմ, որ այն թեման, որը արծարծել եք դուք ձեր հայտարարության մեջ, հանձնավորվածի միջոցով մենք շատ կարևոր մի ընդհանրական որակարգի հետ ենք առնչվում։ Ես շատ երկար մտածել եմ եւ եկել եմ հետեւյալ մի հետեւության ինքս ինձ համար, որ նաեւ կիսել եմ հանրության հետ եւ հարկ եմ համարում կիսել նաեւ ձեզ հետ, որ մենք շատ խոսում ենք արժեքահենք հանրություն, արժեքահենք պետություն, արժեքահենք հասարակություն ունենալու մասին։ Եվ դա մեր նպատակը եւ խնդիրն է եւ որտեվ այնուամենայնիվ ցանկացած պետություն ինքը հենված է բացի զուտ իրավական տրամաբանությունից, այդ իրավական տրամաբանությունն էլ հենված է որոշակի արժեքային համակարգի վրա եւ չի կարող պետություն լինել առանց արժեքային համակարգի։ Մեր արժեքները առաջին հերթին առնչվում են մեր հոգեվոր արժեքներին եւ իրականության մեջ ինչպիսի դեր ունեն մեզ համար հոգեվոր արժեքները, դրանք մեծապես կանխորոշում են նաեւ պետության ընդհանրապես արժեքահենք լինելը եւ հասարակության արժեքահենք լինելը եւ ես կարծում եմ, որ սա մի խնդիր է, որի հետ առնչվել է եւ որի վերաբերյալ դիրքորոշումներ արտահայտելը մեր պետության հետագա զարգացման եւ ճակատագրի համար ունի շատ կարեւոր առնչություն եւ ես կարդացել եմ ձեր հայտարարությունը հենց այդ դիտանկյունից, որ ես ամենայն դեպս տեսել եմ արտահայտությունը նույն կարգի մտահոգության, ուստի ես հարկ համարեցի հրավիրել ձեզ հանդիպման եւ զրույցի եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ ընդունել եք հրավերը եւ պատրաստ եք նման խոսակցության եւ քննարկման հարկ եմ համարում տեղեկացնել։ Համեցեք։ Շնորհակալություն, եկեք պահենք մեր հարցի կանոնը, որպեսզի բոլորը հասցնեն պատասխանել, այսօր շատ հարցեր կա։ Առաջինը Վոլոդիա Հակոբյան, Սիրիկեն։ Արշակ արքեպիսկոպոսի վերաբերյալ ճիշտ է գործակցության եւ ասում են կարելի բան ոչինչ համար իսկ ստեղծած անձնավորի ներկայացած գործակցության արդյունքները դասական հոգեբանական դաշնակցի արտոնից հետո անցել է ամիսներ, բայց կարելի պատմությունն օգտագործել հարաբերակցություն հերինակություն վնասող աշխատազանց հաստատությամբ եւ հանրախումբը անից է պատճառը նաեւ արքեպիսկոպոսի խնդիրը որոնք հանձնել պատմության ուշադրությանը հաշտարելով այս իրողությունը կարելի է պատմությունից ամենօրյա խոսել խոսել արշակ ցանկացած սպասի ծառայքը եւ դիմում են հանցանը բավարարել ասեն այս դիմենք եպիսկոպոս մեր երկայների ինտերնետի հողատեսան ու դիզայներների միանալու աշխատանքների կայացած սրբության սրտոց մարակոս դեշինացի սպատես ուտորականից եւ նրա մեր սովորից ազատելու կենսական աշխարհ փոխին հաստատվեց պատահական բարեկամը պատմություն ընթացքում։ Բան բաշկը ո՞ր է ձեր արտադրանքն եպիսկոպոսների այս դիմումին քննարկում ասել, որին ասել Նախ ասեմ, որ որպես հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ որդեական խոնարհությամբ եւ նախանձախնդրությամբ եմ ընդունել այդ հայտարարությունը, որպես պետության կառավարության ղեկավար վճռականությամբ եւ հաստատակամությամբ ողջունում եմ այդ հայտարարությունը, որովհետեւ կարծում եմ, որ այս հայտարարությունը նախ ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում եւ ես իհարկե
սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպում կխնդրեմ, որպեսզի նաև նրանց դիրքորոշումները, մոտեցումները հայտարարությունից բխող ավելի մանրամասն հասկանամ եւ իսկ իմ դիրքորոշումները նախկինում արտահայտելու առիթ ունեցել եմ եւ այդտեղ կարծում եմ նորություն չկա։ Ես գիտեք, այս պահից արդեն ասացի հնարավոր հանդիպումից հետո կամ ավելի ճիշտ միջև հնարավոր հանդիպումը լրացուցիչ մանրամասների մասին կամ լրացուցիչ մեկնաբանություններից ձեռնպահ կմնամ։ Կրկին ուզում եմ ասել, որ որպես պետության ղեկավար հաստատակամորեն եւ վճռականորեն ողջունում եմ այդ հայտարարությունը եւ նաեւ այն ընդունում եմ որպես հայաստանյան ծառայելական Սուրբ եկեղեցու հետևորդ որդիական խոնարհությամբ եւ նախանձախնդրությամբ։ Հաջորդ հարցը Պարտով Նարեկ Կիրակոսյան։ Շնորհակալություն պարոն վարչապետ, եւ դուք հայտարարեք, որ որդիական խոնարհություն եք այդ ցանկից ստորագրական ցանկին ցանկեք այնտեղ նավասատ եպիսկոպոս Քեչորյանն է, Արաքել եպիսկոպոս Հանրամիանովազին Միզախանյան եւ այլ եպիսկոպոսներ դուք տեղյակ եք նրանց մասին օրինակ ինչ հրապարակումներ կան նույն նավասատ Քեչորյանի կապված այդ բենզիների օֆշորային կապությունը կամիության փոխաբարված իրակի բարով Արաքել եպիսկոպոս Միզախանյան մասին հրապարակումները իդեպություն նաև ճանաչել Վազգեն Միրզախանյանի հետ կապված հրապարակումներ, այսինքն ձեզ համար ընդունելի է սրբության սրբոց մայրաթորը ազատագրել այն անձանցով, որոնց մասին է լուսավորության խախտումի վերաբերյալ երևույթներ։ Ես ասել եմ, որ մեր սրբության սրբոց մայրաթոր Սուրբ Էջմիածինը ազատագրելու գործին կարող է մասնակցել հայաստանյան ծառայելական եկեղեցու ցանկացած հետևորդ, ով մկրտված է եկեղեցում եւ դա վերաբերվում է բոլոր քաղաքացիներին եւ բոլոր քաղաքացիների մեջ կարող են լինել բազմաթիվ քաղաքացիներ։ Ես մի րոպե եւ ես շատ կարեւոր եմ համարում, որ այդ թվում ես բոլոր քաղաքացիների անձնական գործերը չեմ ստուգում։ Ինչ վերաբերում է ձեր ասածին, ես առաջ եմ քաշել այն օրակարգը, որը վերաբերվում է հայաստանյան ծառայելական Սուրբ եկեղեցու բարենորոգմանը, եւ մենք պետք է գնանք այդ բարենորոգման ճանապարհով։ Որևէ հարց հնարավոր չէ լուծել առանց բարենորոգման ճանապարհով անցնելու եւ ես ողջունում եմ ցանկացածի պատրաստակամությունը այդ բարենորոգման ճանապարհով անցնելու։ Եթե հիմա դուք հարցնեք, հիմա Կտրիչ Ներսյանն էլ կարող է մասնակցել այդ բարենորոգմանը, ես կարծում եմ, որ ինքը իր մասնակցության բոլոր շանսերը սպառել է եւ նա պետք է ուղղակի ազատ սրբության սրբոց մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Հաջորդ հարցը Armen Press։ Ես ձեր հարցին պատասխանեցի, ես ասացի արդեն, որ բարենորոգման հայաստանյան ծառայելական Սուրբ եկեղեցու նորոգման օրակարգն է դրված սեղանին եւ այդ նորոգման օրակարգը պետք է իրականացվի եւ ես ողջունում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են այդ նորոգման օրակարգին մասնակցություն ունենալ, աջակցել այդ նորոգման օրակարգին, որովհետեւ եթե այդ նորոգման օրակարգը տեղի ունեցած լիներ, այդ բոլոր խնդիրները, որոնք մենք այսօր քննարկում ենք, այդ խնդիրների առնվազն մեծ մասը տեղի չէր ունենա, գոյություն չէր ունենա։